Մայիսի 9-ը եռատուն է յուրաքանչյուր հայի համար։ Հայրենական պատերազմում տարած հաղթանակից 70 տարի Արցախյան ազատամարտից ավելի քան 2 տասնամյակ հետո հայ ժողովուրդը խոնարհումով եւ երախտագիտությամբ է հիշում ու ընդունում թե իր պապերին, թե հայրերին, ովքեր դեռ 1990-ականներին հայոց բնորանում լինելության պայքար մղեցին։ Հենց այս հանգամանքները հաշվի առնելով եւ նախնիներին արժանին մատուցելու նպատակով Մոսկվայի հայորդյաց տանսաները Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու Բաքում կազմակերպել էին յուրօրինակ ֆլեշմոբ միջոցառում նվիրված մայիսյան եռատոնին։ Ֆլեշմոբն ուղեկցվեց հայորդյաց տան հայասա եւ վարդավառ պարային համույթների, դհոլահարների կոչնակ եւ ազգագրական երգի նորաստեղծ երգչախմբի ելույթներով։ Հայ երգն ու պարը հերթական անգամ հիշեցրին, որ հայ զինվորը մարտի է մեկնել երգը շուրթերին, հաղթանակը տոնել է հայկական պարով, իսկ նրա վերադարձն ընդունվել է դհոլ զուռնայով։ Համերգի ավարտին Եզրաս arczepiskopos Ներսիսյանը շնորհավորեց ամենքին տոնի առիթով եւ ասաց, որ ոչ մի հերոս չի մահանում, քանի որ նրանք փոխանցել են ապրողներին իրենց նվիրումն ու հավատարմությունը, այն արժեքները, որոնց վրա խարսխվում է խաղաղ կյանքը, մարդկության ստեղծագործ գոյությունը։ Սրբազան հոր խոսքով պետք է մերժել չարը, ատելությունը եւ կյանքում ավելացնել սերը, փոխադարձ բարեկամեցողությունը եւ համերաշխ համակեցությունը։